Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել է Աֆղանստանում Թալիբան շարժման դեմ բաց պատերազմ վարելու մասին։ Խավաջա Ասիֆի խոսքով Թալիբների կառավարությունն Աֆղանստանը վերածել է հնդկական գաղութի, երկրում հավաքել է ահաբեկիչների աշխարհի տարբեր ծայրերից, սկսել է ահաբեկչություն արտահանել եւ խլել է Աֆղանստանի ժողովրդի հիմնարար իրավունքները։ Պակիստանը ջանքեր է գործադրել բնականոն իրավիճակը պահպանելու համար, սակայն նրանք փորձեցին ագրեսիվ հարձակում իրականացնել Պակիստանի դեմ։ Մեր ուժերը վճռական պատասխան են տալիս, գրել է նախարարը X էջում։ Պակիստանի վարչապետի գրասենյակից հայտնել են, որ երկրի ուժերն ավիահարվածներ են հասցրել Աֆղանստանի մի քանի քաղաքի, այդ թվում Քաբուլին։ Հաղորդվում է, որ զոհվել է 133 թալիբ, վիրավորվել է ավելի քան 200 մարդ։ Աֆղանստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է, որ փետրվարի 26-ի երեկոյան գրավել է պակիստանյան 2 բազա եւ 19 անցակետ։ Գերատեսչության տվյալով սահմանային բախումների հետևանքով զոհվել է պակիստանցի 55 զինվոր։ Տեղեկություններ կան, որ տուժել են նաեւ խաղաղ բնակիչներ։ Միևնույն ժամանակ Քաբուլից հայտնել են, որ այս պահին դադարեցնում են ռազմական գործողությունները, սակայն անհրաժեշտության դեպքում կարձագանք են։ Փետրվարի 26-ին Ժնևում Կիևի եւ Վաշինգտոնի պատվիրակների հանդիպումից հետո Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ արդեն Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա եռակողմ ձևաչափով բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ Աբու Դաբիում մարտի սկզբին։ Արդեն ավելի շատ ենք պատրաստված եռակողմ շփումներին, անհրաժեշտ է վերջնականացնել իրական անվտանգության երաշխիքների ուղղությամբ ձեռքբերումները եւ նախապատրաստել առաջնորդների մակարդակով հանդիպումը։ Պատերազմը պետք է ավարտվի, դա է Կիևի եւ գործընկերների դիրքորոշումը, նշել է Ուկրաինայի նախագահը։ Միևնույն ժամանակ նա համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը պատրաստ չէ խաղաղության եւ ցանկանում է շարունակել պատերազմը։ Ժնևում ամերիկյան պատվիրակության հետ հանդիպել է նաեւ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը, թե կոնկրետ ինչ են քննարկել կողմերը հայտնի չէ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուկրաինական կողմի հետ բանակցությունների օրակարգում են եղել Ուկրաինային տնտեսական աջակցությունը եւ երկրի հետ պատերազմյան վերականգնումը։ Շվեյցարիայում կայացել է նաև Թեհրան-Վաշինգտոն հանդիպումը, որը կենտրոնացած է եղել միջուկային գործարքի վրա։ Իրանի արտաքին գործերի նախարարի խոսքով բանակցությունների այս փուլը եղել է ամենալուրջը եւ երկարատևը, շարունակվել է 6 ժամ։ Շփումները եղել են անուղղակի Օմանի արտաքին գործերի նախարարի, ինչպես նաև ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենի միջնորդությամբ։ Ռաֆայել Գրոսիի ներկայությունը օգտակար էր տեխնիկական տեսանկյունից։ Այս երկար եւ լարված ժամերի ընթացքում լավ առաջընթաց գրանցեցինք, մանրամասնել է Աբբաս Արաղչին։ Նրա խոսքով լուրջ են մոտեցել հնարավոր համաձայնագրի բաղադրիչներին, թե միջուկային ծրագրի, թե հակաիրանական պատժամիջոցները չեղարկելու հետ կապված հարցերին։ Որոշ խնդիրների շուրջ արդեն փոխըմբռնում է ձեռք բերվել, բնականաբար կան անհամաձայնություններ, սակայն երկու կողմն էլ ավելի մեծ վճռականություն է ցուցաբերել բանակցային լուծում գտնելու համար, հավելել է իրանցի դիվանագետը։ Արաղչին տեղեկացրել է, որ մարտի 2-ին Վիեննայում Թեհրանի եւ Վաշինգտոնի տեխնիկական թիմերը հանդիպում կանցկացնեն ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների հետ։ Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները։ Նիկոլաս Մադուրոյի պաշտպանությունը խնդրել է ամերիկյան դատարանից դադարեցնել Վենեսուելայի նախկին նախագահի դեմ հարուցված քրեական գործը, հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները խախտել է Մադուրոյի սահմանադրական իրավունքները։ Վենեսուելայի նախկին ղեկավարի պաշտպանությունը պահանջել է արդար դատավարություն ապահովել, նաև ապասառեցնել Մադուրոյի դատական ծախսերը վճարելու համար այն միջոցները, որոնք գրանցված են Վենեսուելայում։ Հունվարի 3-ին Միացյալ Նահանգները գործողություն էր անցկացրել Վենեսուելայում, ձերբակալելով նախագահ Նիկոլաս Մադուրոյին եւ նրա կնոջը։ Վաշինգտոնը նրանց դրել է նարկոահաբեկչության եւ Միացյալ Նահանգների ազգային շահերին սպառնալու համար։ Միացյալ Նահանգները նաեւ հայտարարել է, որ Վենեսուելայի նախկին իշխանությունը գողացել է ամերիկյան նավթը։ Նյու Յորքի դատարանում արդեն անցել է Մադուրոյի գործով առաջին լսումը, նրան սպառնում է մինչև 4 ցմահ ազատազրկում։ Մադուրոն չի ընդունում առաջադրված մեղադրանքները։ Հաջորդ լսումը նշանակված է մարտի 17-ին։ Դիանա Գասպարյան, լուրեր։